Բարի լույս սիրելիներս, բազում մոլորեցնողներ են Երևան եկել աշխարհում, ով որ չի խոստովանում Հիսուս Քրիստոսի մարմնով եկած, նա մոլորեցնող է և նեռ։ Զգույշ եղեք ինքներդ ձեր հանդեպ, որպեսզի չկորցնեք ինչ որ վաստակեցիք, այլ ստանաք բովանդակ վարձը։ Սիրելիներս, այսօր հատկապես այս դարում շատ մոլորեցնողներ են դուրս եկել, ովքեր նեռ են, սատանայի ծառաներ, կեղծ մարգարեներ ու ուսուցիչներ, որոնք մարդկանց փորձում են Քրիստոսի հավատքից հեռացնել։ Այն ինչ որ կատարվում է այսօր մեր կյանքում, մեզ թվում է, թե դա մարդկային տկարություն է, մարդը չարությունից, ատելությունից, վիրավորվածությունից սկսում այլ բաներ խոսել, բայց մենք մոռանում ենք, որ այդ ցավի մեջ է, որ մարդն ընկնում է սատանայի ձեռքը, դառնում է հոգևոր գերի եւ այդ հոգևոր գերության մեջ կորցնում իրականության զգացողությունը, Քրիստոսի հանդեպ ստանձնած իր պարտականությունները եւ վերջապես իր դիմացին մարդուն ներելու եւ սիրելու աստվածային պատգամը։ Եվ սկսում են իրենց վարդապետություններն ու կեղծ ուսուցումները քարոզել, սուրբ գրքով կարող են իրենց մեղքերն արդարացնել, իրենց ասածը որպես ճշմարտություն ներկայացնել, ուրիշների խոսքը, արդարությունն ու ազնվությունը կեղծիք ու երեսպաստություն համարել։ Դրա համար է առաքելն ասում, դուք զգույշ եղեք, որպեսզի ձեր վարձը չկորցնեք։ Այսինքն այն հավատքը, որ ունեք եւ երկնքի արքայության ժառանգորդ մեծ պատիվը չկորցնեք մոլորեցնողների հետևից գնալով։ Սուրբ եկեղեցին ինչ էլ որ անի այս աշխարհի մեջ, նա չի շեղում իր ճշմարտությունից։ Եկեղեցու մեջ կլինեն մարդիկ, ովքեր կշեղվեն ճշմարտությունից, բայց եկեղեցին աստվածային հաստատություն է եւ այդ եկեղեցուց է դուրս գալիս ճշմարտությունը։ Եթե մենք մեր մարդկային տկարությունը փորձում ենք սրբագրել եկեղեցին եւ ոչ թե ինքներս մեզ, մենք հայտնվում ենք ավելի մեծ մոլորության մեջ եւ կորցնում մեր վարձը։ Ինչպես որ Հուդան ինքը առաքյալ լինելու մեծ պատիվն ուներ, բայց իր վախճանը եղավ դժոխքում։ Նա շատ մոտ ապրեց երկնքին, Հիսուս Քրիստոսի կողքը լինելով, բայց իր վախճանը եղավ երկրի հողի մեջ իբրև մեղավոր եւ ինքնասպան թաղվելը։ Հուդան ինքը, որ շատ մոտ էր Քրիստոսին, այդպես էլ չկարողացավ Քրիստոսի սերը ճաշակել եւ Քրիստոսի սիրով ապրել։ Այնպես էլ շատ հաճախ մենք եկեղեցու մեջ լինելով ճշմարտությանը հասու չենք դառնում եւ մեր անձնական նպատակների համար երբեմն կարող ենք զոհաբերել ճշմարտությունը, սուրբ գիրքը խեղաթյուրել եւ այդ ճշմարտության մեջ փորձել ապրել։ Դրա համար ասում է առաքյալը, զգույշ եղեք, շատ մոլորեցնողներ են դուրս եկել, ովքեր նեռին են ծառայում։ Սատանան, նեռի եւ մնացած բոլոր սուտ ուսուցիչների հայրն է։ Ներ կեղծավոր խոսքով կարող է մարդկանց խոփել, երբեմն հոգատարությամբ, երբեմն մեր շահը փնտրելով, երբեմն մեզ առաջարկելով, որ ինչ որ անում եք, ձեր հոգուտի համար եք անում, ձեր զավակի համար եք անում, ձեր ընտանիքի, ձեր բարեկեցության համար եք անում, բայց փոխարենը կորցնում եք մեր հոգին։ Ուրեմն զգույշ լինենք, սիրելիներ, որպեսզի մեր վարձը չկորցնենք, որ երկնքում պահված է մեզ համար, այն գանձը, որ Քրիստոս է տվել մեզ, հավիտենական կյանք, իր ներկայությունը, Աստծո սերը եւ Սուրբ Հոգու սուրբ հաղորդությունը։